Թուրքական ցինիզմը սահմաններ չունի։ Այդ եզրակացությանն է զգալիս ծանոթանալով թուրք-ամերիկյան ասոցիացիա կոչվող կառույցի հերթական նախաձեռնությանը։ Ապրիլի 23-ը Կալիֆոռնիայի քաղաքներից մեկում հռչակել թուրքական ժառանգության եւ երեխաների օր, ընդ որում ընտրել հատկապես այն օրը, երբ հայ ժողովուրդը սգում է անմշակույթ օսմանների ձեռքով սպանված հայ երեխաների 1,5 միլիոն հայերի կորուստը։ Թուրքական ցինիզմը սահմաններ չունի։ Կալիֆոռնիայի Օրինջի մարզի Ըրվայն քաղաքը հայտնի է թուրքական եւ ադրբեջանական ստվար ներկայությամբ։ Այս քաղաքում են գտնվում նրանց ակտիվ կազմակերպությունները, որոնք պարբերաբար իրենց մասին հիշեցնում են հակահայկական քարոզչական նախաձեռնություններով մշակութային քողի տակ։ Այդ նույն ոճով էլ պատրաստել են ապրիլի 23-ը թուրքական ժառանգության եւ երեխաների օր հռչակելու հերթական բանաձևը եւ ներկայացրել Ըրվայնի քաղաքային խորհրդի ընդունմանը։ Այդ ամենին տեղեկացած հայ համայնքի զայրույթը ավելի բորբոքվեց, երբ պարզվեց, որ նույն այդ բանաձևը թուրքերը հաջողությամբ անցկացրել են վերջին 7 տարվա ընթացքում։ Ըրվայնի քաղաքային խորհուրդը նախորդ 7 տարիներին այս բանաձևն ընդունել է միաձայն, քանի որ երբևէ հայ համայնքի կողմից բողոք չի եղել։ Այնինչ լսեցինք վերջին 1 օրվա ընթացքում մեզ համար պարզ դարձրեց, որ այնուամենայնիվ ապրիլի 23-ը թուրքական ժառանգության եւ երեխաների օր հռչակելը խորապես անհանգստացնում է մեր հայ բարեկամներին եւ բնակիչներին, նշել է Ըրվայնի քաղաքապետը հայ համայնքին ուղղված նամակում։ Ես ինքս 6 բանաձևի համահեղինակ եմ եղել, որով հարգել ենք 20-րդ դարի առաջին եւ ցավոք ոչ վերջին ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ ամենևին չեմ ցանկանում նսեմացնել հայոց ցեղասպանության պատմական կարեւորությունը, գրել է Ըրվայնի քաղաքապետ Դոնալդ Վագները։ Թուրքական բանաձևը Հայդատի հանձնախմբի եւ հայ երիտասարդ դաշնակցականների միության ուժերով 24 ժամում հանվեց օրակարգից։ Քաղաքապետը խոստացել է թուրքական ժառանգությունը տոնելու համար մեկ այլ ավելի հարմար օր ընտրել, ինչպես ինքն է նամակում շեշտել, հասկանալով, որ դա նույնպես զգայուն հարց է հայ համայնքի մտահոգությունների համատեքստում։ Թուրքերը եւ ազերիները այս վերջի կարող եմ արդեն ասել 4-5 տարվա մեջ շատ տարբեր ձևի են ակտիվացել, հույսով լինելով, որ իրենք կարող են հանգիստ տակից անցկացնել այս օրենքները։ Ըրվայնի համեմատաբար փոքրաթիվ հայ համայնքը թուրքական բանաձևի տապալումը հաղթանակ է համարում, սակայն հայկական կազմակերպությունների համար սա կարմիր լույս էր, որ պետք է ավելի աչալուրջ լինել, քանի որ թուրքական ոչ միայն ցինիզմը, այլև երևակայությունը նույնպես սահման չունեն։ Նրանք բարբերաբար հղանում են մեկը մեկից ինքնատիպ գաղափարներ, Աթաթուրքի արձանը հայ համայնքի քթի տակ կանգնեցնելուց մինչև անատոլիական մշակույթը սեփական ստեղծագործ պապերին վերագրելը։ Ապրիլի 23-ն իրենցով անելու նախաձեռնությունն էլ հաստատ վերջինը չէր։ Լիլիթ Ցետրակյան, Էդուարդ Պետրոսյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։